Հասարակությունը դա կոնստրուկտ է, ինքը վերափոխվող, անընդհատ զարգացող, փոփոխվող էլեմենտ բան է, կառույց է, հա, այսպես ասեմ։ Եվ իրեն կարողանում ես այնպես փոխել, փոխակերպել, եթե այդ հասարակության հետ աշխատում ես։ Մեր հասարակության հետ երկար տարիներ շարունակ, հատկապես այս վերջի տարիներին, հա, այս կառավարության կողմից աշխատել են օտարները։ Եվ երբեմն, երբ որ մեզ ասում են, որ այսպես կատարվեց, այնպես կատարվեց, այս ժողովուրդը, սա շատ սխալ է նույնացնել ժողովրդին եւ հասարակությանը, հասկանում եք, սրանք երկու տարբեր բաներ են, անթույլատրելի է։ Դուք ինչպես եք պատրաստ։ Հասարակությունն է, որը պատրաստ չի եղել դիմագրավել բոլոր ժողովուրդը, բոլոր զոհողությունները տվել է, մեր երեխեքը գնացել են, զոհվել են, ամեն ինչ արել է։ Այդ հասարակությունն է, որը որոշակի ցուցաբերել է ոչ մեղմ ասած, հա, ոչ adekvat վերաբերմունք, ոչ թե ժողովուրդը։ Ժողովուրդը ամբողջ մեր պատմության ընթացքում հազարամյակների ամեն ինչ արել է, իմաստությունը իրեն մոտ է, բայց հասարակությունն է, որտեղ մենք խնդիր ունենք, կերտելու հայկական հասարակություն, հայամետ հասարակություն, պետականակենտրոն հասարակություն, սրանք խնդիրներ են, որոնք որ ոչ մի քաղաքական ուժ իր առջև չի կարող դնել։ Եվ ուզում եմ, որ դուք հասկանաք, այստեղ շատ կարևոր էլեմենտ կա։ Երբ որ հասարակությունը կոնսոլիդացվում է, ինչի են օտարները ամենաշատ ուշադրությունը դարձնում այդ քաղ հասարակություն կոչվածին, հա? Որովհետև այդ հասարակությունն է իր պահանջները եւ իր ակնկալիքները դնում քաղաքական դաշտի առջև։ Եւ մեր քաղաքական դաշտի չկայացվածության աստիճանն կախված է նրանից, որ մենք չունենք այդպիսի հասուն հասարակություն, հա, հայկական հասարակություն։ Հասարակությունը չի կարողանում ձևակերպել այն բոլոր պահանջները, որպիսի քաղաքական դաշտը կարողանա իրեն ուրեմն մատուցի եւ գնա իշխանության եւ այդ ամեն ինչ անի։ Հիմա մենք որոշել ենք, որպեսզի այս հասարակական դաշինքը լուծելու է, ունի մի քանի տարբեր առաքելություններ։ Մեկը համահայկականությունն էր, դա համակարգ է, դա մտածելակերպ է, դա կենսակերպ է։ Այսինքն ըստ Մոսկվայում, Երևանում, Լոս Անջելեսում նստած հայությունը պետք է զգա, որ իրենք մի միասնական մարմին են, մի միասնական գործ են անում։ Մենք սա չենք ունեցել, դրանք համակարգեր են, դրանք պետք է ստեղծեն։ Եվ երկրորդը, այդ խզվածքը հասարակության, մենք պետք է վերջը կայացնենք այդ հասարակությունը։ Եվ շատ լավ ասեց, եթե 3 տարի առաջ անեինք, իսկապես կարող ենք շատ բաներ այդ հասարակությունը նման դիրքորոշում, դիրքավորում չունենար։ Դրա համար, երբ որ մենք խոսում ենք մեր բոլոր թուլությունից, մեր այսօրվա իրավիճակից, նաև քաղաքական, ներքին քաղաքական, հա, երկրում ստեղծված այս իրավիճակը, դա գալիս է հենց այդ մեր հայ հասարակության չկայացվածությունից։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։